Բարև, ես Ռազմիկն եմ Անտոնյան։ Այսօր մենք կխոսենք ցանկացած պատկեր գրող տեխնիկայի սկիզբների սկզբի մասին։ Դա իհարկե մատրիցան է եւ նրա չափսերը։ Արդեն այս վիդեոից հետո ես հուսով եմ, որ դուք կկողմնորոշվեք այս կամ այն տեխնիկայի ընտրության հարցում։ Գնացինք։ Ինչպես դու գիտես, ցանկացած ֆոտո եւ վիդեո նկարահանման համար քեզ պետք է տեսախցիկ։ Այո, ես գիտեմ, որ իսկական ստեղծագործը կարող է նկարել ինչով ասես, բայց լեգենդները, որ կարելի է նկարել անգամ դրանգլազոկով, մնում են լեգենդներ, իսկ քեզ, ինչպես եւ բոլորին նկարելու համար պետք կլինի տեսախցիկ։ Հենց այստեղ տաղանդից, մտքի թռիչքից եւ մնացած տարօրինակություններից բացի քեզ պետք կգա նաեւ տեխնիկական ասպեկտի որոշ գիտելիքներ։ Հենց այն տեխնիկայի, որի վրա դու քիչ գումար չես ծախսելու հետագայում։ Ես չեմ սովորեցնելու քեզ ճիշտ նկարել։ Ես սովորեցնելու եմ քեզ սեղմել այն ճիշտ կոճակները, որը որ շարժելու է քո հեծանիվը։ Հետո արդեն դու ինքդ կորոշես, դու հեծանիվի սիրահար ես, թե պրոֆեսիոնալ հեծանված սպորտով զբաղվող։ Եվ այսպես մենք կխոսենք տեխնիկաների մատրիցայից։ Եվ ես կփորձեմ առաջին հերթին խնայել քո ֆինանսական միջոցները, երկրորդ հերթին խնայել քո ֆինանսական միջոցները եւ երրորդ հերթին մենք միշտ կխնայենք քո ֆինանսական միջոցները։ Եվ շարժվելով փոքրից դեպի մեծ մատրիցա, առաջին տեղում մեզ մոտ հանդիքամերն են։ Դա բոլորից ծանոթ փոքր տեսախցիկներն են, որոնք տեղավորվում են ձեռքի մեջ։ Դա փոքր մատրիցայով կամերաներ են, որոնք իրենցից ենթադրում են շատ շում, աղմուկ կադրի մեջ, բայց միևնույն ժամանակ նրանք վստահելի են, չեն տաքանում եւ կարելի է մեծ մարտկոց դնելով անդադար նկարել։ Բայց նրանք մահանում են ժամանակակից հեռախոսների հնարավորությունների ֆոնին։ Երկրորդ գործիքը դա հեռախոսն է։ Ասում են ամենալավ կամերան այն է, որը միշտ ձեռքի տակ է։ Հեռախոսը միշտ մեզ հետ է, մեր ձեռքին եւ պատրաստ է նկարել ամեն պահի։ Բայց ոնց որ չեմ նկատել ֆիլմ արտադրողները ֆիլմը նկարելիս օգտագործեն այդ հիասքանչ գործիքը։ Տարօրինակ մարդիկ են, էլի։ Հեռախոսները լավ են ամեն ինչով, բացի ամենակարևորից։ Հեռախոսը բացի տեխնիկական հնարավորություններից ունի մի շարք կարևոր ֆիզիկական տվյալներ համեմատած անգամ ամենահասարակ փոփոխական օբյեկտիվով տեսախցիկների հետ։ Իհարկե դա մատրիցայի չափսն է, դա թերությունների թերությունն է։ Դա հենց այն է, ինչը թույլ չի տալիս քեզ նկարել այնպես, ինչպես դու ուզում ես, այլ նկարում ես այնպես, ինչպես թույլ է տալիս քո iPhone-ը։ Քանի որ մենք անցանք փոփոխական օբյեկտիվներով ֆոտոխցիկների, ծանոթացեմ ձեզ որոշակի թվաբանության հետ։ Այս բաժնում մենք կխոսենք արդեն թվերից, հարթությունից եւ ֆիզիկայից։ Առաջինը, այսպես ասած, միկրո 4.3 մատրիցաներն են։ Մոտավորապես 18 մմ-ը 13 մմ-ի վրա +- 1 մմ կախված արտադրողի պահանջներից։ Սա ամենափոքր մատրիցայով փոփոխական օբյեկտիվներով ֆոտոապարատներն են։ Որպես կանոն նրանք էժան են, չնայած վերջերս մի քիչ թանկացել են։ Դա իհարկե լուրջ թերություն է, քանի որ մարդիկ ընտրություն կատարում են ելնելով հենց գնից։ Փոքր մատրիցաներով պայմանավորված այս տեսախցիկները բարձր ISO արժեքներում շատ շում են տալիս կադրում։ Ստանալ ֆիլմային կադր, որ կարելի է ստանալ ամբողջական մատրիցայով, բնականաբար չի ստացվի։ Բնույթներից կարելի է նշել օբյեկտիվների էժան գները, բայց ցավոք հարթ եւ ոչ գեղարվեստական կադր կստացվի։ Եվ մենք գնում ենք առաջ ավելի մեծ մատրիցայի, որը կոչվում է APS-C։ Սրանց չափերը տարբեր են, բայց տարբերությունը միլիմետրերի է եւ մենք կվերցնենք միջինը 25 մմ, 16 մմ։ Սա հենց բոլորին հայտնի քրոմ մատրիցաներն են, որոնք աշխարհով մեծ տարածում ունեն։ Վերջին 15 տարում այս մատրիցաներով արտադրվել են միլիոնավոր կամերաներ, նրանց համար օբյեկտիվներ, աքսեսուարներ եւ այլն։ Հիմնական որակներից է գինը։ Սրանք համարյա ավելի էժան են իրենց եղբայր միկրո 4.3-ից, բայց ունեն ավելի մեծ մակերեսով սենսոր, որը եւ բարձրացնում է կադրի որակը մի քանի անգամ։ Մինչև վերջին ժամանակները համարյա բոլոր ֆիլմերը նկարահանվել են այս մատրիցաներով եւ մեր աչքը արդեն սովոր է այս մատրիցաների տված կադրերին։ Բայց կան ավելի մեծ մատրիցաներ, դա ամբողջական մատրիցան է full frame, որտեղ կա ավելի շատ լույս, մեծ մակերեսով սենսոր, ավելի շատ դինամիկ դիապազոն, ավելի քիչ շում եւ այլն։ Ինչու է նա համարվում ամբողջական կամ full, որովհետեւ նա ամենամոտն է ստանդարտ ֆոտոժապավենի 1 կադրին, 36 մմ, 24 մմ-ի, որը հենց համարվում է չափման միավոր։ Եվ այսպես, եթե full frame-ը հանդիսանում է չափման միավոր, ապա նախորդ մատրիցաները, որոնց մասին մենք խոսացինք, հանդիսանում են մասեր այս միավորից։ Այսպես օրինակ APS-C կամ crop մատրիցաների մոտ նշվում է նրա crop factor-ը։ Օրինակ crop 1.5, 1.6, 2.0, այսպես օրինակ crop 2.0 դա կես full frame-ն է։ Full frame-ը շատ պլյուսներ ունի։ Այնտեղ միակ մինուսը նրա գինն է։ Այս մատրիցաներն ունեն ավելի մեծ մակերես, տեսնում են ավելի շատ լույս, թույլ են տալիս աշխատել ավելի բարձր ISO արժեքներով։ Հենց այս պատճառով է, որ շատ ֆիլմ արտադրողներ արդեն անցել են full frame համակարգի եւ շատ շուտով
բոլոր ֆիլմերը կնկարվեն full frame-ով։ Այսօրվա համար այսքանը, ձեզ հետ էր Ռազմիկը, եթե ձեզ հետաքրքրեց, սեղմեք լայք, բաժանորդագրվեք, անպայման ստուգեք զանգակը, որպեսզի հետևեք նորություններին, կհանդիպենք շատ շուտով։